Դեկտեմբերի 25-ին ժամը 16-ի սահմաններում Երևանի բնակիչ Հայկ Արզումանյանը նստել է երթուղային տաքսի եւ երբ երթուղայինը հասնելիս է եղել հավաքակայան, մոտեցել է վարորդին։ Առաջարկելով ինձ իրենց տեղափոխել տվյալ վայրը, ես համաձայնվել եմ։ Հետո դրանից հետո եկել ենք Չարենց փողոցի վրա ինձ ասելակայնի, պատճառաբանելով որ իր մոտ գումար չկա, ինձնից տարել է գումար, հետագայում վերադարձնելու համար։ Սակայն փախել է։ Երթուղայինի վարորդը չի կորցրել իրեն եւ մոտենալով մոտակայքում գտնվող պահակետային ծառայության հատուկ գումարտակի ծառայողներին պատմել է քիչ առաջ տեղի ունեցածը։ Ծառայություն ենք իրականացնում կենտրոն վարչական տարածքում, Չարենց փողոցում մեզ մոտիկացավ երթուղային տաքսու վարորդը, հայտնեց, որ իրենից գումար են վերցրել 13000 դրամ վերադարձնելու նպատակով եւ անհետացել են։ Նկարագրեց նշված քաղաքացու արտաքին տվյալները, մենք փնտրեցինք նշված քաղաքացուն, Վարդանանց փողոցում Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ հայտնաբերեցինք նշված արտաքինով քաղաքացուն եւ խարդախություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցինք ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Արդեն ոստիկանության բաժանմունքում Արզումանյանը խոստովանեց, որ ինքն է վերցրել գումարը։ Մեր հարցին, թե ինչի է վերցնելուց հետո անհետացել, պատասխանեց, որ կարևոր զանգ էր ստացել ու ստիպված արագ հեռացել է։ Իր խոսքով փողը անպայման վերադարձնելու էր վարորդին։ Զանգ ա եկել, շատ կարևոր զանգ ա եկել, գնացել եմ որտեղ մարդկանց է հետ գայ։ Այդ ընթացքում եկան ասին, սենց կարելի է ձեզի հարց տվին, ասի իզուր ման եք գալ, էդի ես եմ։ Երթուղայինի վարորդին Արզումանյանը նախկինում չի ճանաչել եւ հետաքրքիր է իմանալ բոլորովին անծանոթ մարդուն ինչպես եւ երբ պետք է վերադարձներ գումարը։ Հայկ Արզումանյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի դեկտեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է։ Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 8-ը, բացահայտվել է գողության 6, խարդախության 3, յուրացման եւ խուլիգանության 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 2 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 6-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները բնապահպանության նախարարության Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների հետ ստուգած շրջագայության ընթացքում դեկտեմբերի 19-ին Եղեգնաձոր Ագարակաձոր ավտոճանապարհից ոստիկանության բաժին բերման ենթարկեցին Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 52-ամյա Հովհաննես Խանամիրյանին։ Զննությամբ նրա վարած ՎԱԶ 2121 մակնիշի մեքենայի բեռնախցիկից հայտնաբերվեց 72 հատ կողակ տեսակի ձուկ եւ ռետինե հագուստ, երկարաճիտ կոշիկներ ու ձեռնոցներ։ Խանամիրյանի հայտարարությամբ ձկները էլեկտրասնուցման սարքով որսացել էր արփագետից։ Հայտնաբերվեց ու արգրավեց նաեւ նրան պատկանող էլեկտրասնուցման սարքը։ Հաջորդ օրը գիշերվա ժամը 4-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս ապօրինի որսագողության կասկածանքով բերման ենթարկեցին Արարատ քաղաքի բնակիչ Աշոտ Ղազարյանին, Վեդի քաղաքի բնակիչներ Էդգար եւ Արամ Միրզոյաններին ու վերջինիս վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան։ Խուզարկությամբ մեքենայից հայտնաբերվեցին 2 որսորդական հրացան, փամփուշտներ, վայրի խոզի գլուխ եւ 28 կիլոգրամ միս։ Արամ Միրզոյանի հայտարարությամբ վայրի խոզն առանց համապատասխան թույլտվության որսացել էր նախորդ օրը։ Փաստերի առթիվ նախապատրաստվել են նյութեր։ Happy smile, a time for joy, for each child, each girl and boy, a gift that brings so much cheer at this wonderful time of the year.